Զրույց եմ հրավիրել Նայիրի Հոխիկյանի տիկնոջը, Արուսյակ Հոխիկյանին, շնորհակալ եմ տիկին Հոխիկյան հարցազրույցից հրավերն ընդունելու համար եւ տագնապած պիտի հետեւյալ հարցը խնդրեմ ձեզ պարզաբանեք։ Երեք մենք տեղեկացանք, որ մեր շատ հարգված գործընկեր նվիրյալ հայրենասեր Նայիրի Հոխիկյանը ծեծի է ենթարկվել ինչ որ անձանց կողմից, ուղղակի եղել է նաեւ հարձակում ձեր տան վրա։ Ես կխնդրեմ ներկայացնեք ինչի հետ մենք գործ ունենք, ինչ է տեղի ունեցել, ովքեր են եղել այդ ամբողջի հեղինակները, ում ականջներն են, այսպես ասեմ, երևում այս ամենի հետևում, խնդրեմ։ Գլխավոր գործող անձիկ մեր համագյուղացիներն են, այսինքն անծանոթ մարդիկ չեն, մտերիմ չենք, ծանոթ չենք, ուղղակի գիտենք ովքեր են։ Օրը ցերեկով կանչում հրավիրում են դուրս ու այսպես ասած պրետենզիաներ, ինչու է քաղաքացիական պայմանագրին հակառակ գրառումներ կատարում, ինչու է աշխատում իրենց դեմ եւ այլն, այսինքն ընդդիմադիր գործունեության համար մարդուն մեղադրում հայհոյում են իր տան դրան առջև, ասեմ ավելին հայհոյում ու գոռգոռում այնպես, որ հարևանները բոլորը հավաքվում են ու սադրանք նաեւ շատ այսպես ասած լավ չմանրամասնեմ, դուք արդեն պատկերացրեցիք ինչպիսի խոսքեր են ասվել, որոնց ի պատասխան ենթադրվել է, որ պիտի հարված լինի, որ իրենք կարողանան դա սկսել, հրահրել են, որքան հնարավոր է, բոլորի աչքի առաջ, ընդ որում իհարկե վկաները շատ են, բոլորի աչքի առաջ սադրել են ու ծեծկռտուք են սկսել, անհավասար ուժերի պայմաններում իրենք երկու հաղթանդամ տղամարդով հարձակվել եւ սկսել են հարվածել, ստացել են Նայիրին ստացել է վնասվածքներ, բարեբախտաբար ոչ այսպես շատ վատ, վտանգավոր որևէ խնդիր չկա, բարեբախտաբար ու քանի որ նախապես իրենք զանգել եւ ասել են, որ սպասում են դրսում, որպեսզի զրուցեն, իմանալով ում հետ գործ ունի, Նայիրին գրպանը խաղալի կատրճանակ է դրել եւ դուրս եկել։ Անհրաժեշտության դեպքում, որպեսզի գոնե դրանով կարողանա խնդիրը լուծել, եթե ինչ-որ բան առաջանա, ապահովության համար։ Ու քանի որ ընթացքում Նայիրին նկատել է, որ գործող անձանցից մեկը ձեռքը անընդհատ գրպանն է տանում, համենայն դեպս տպավորություն է ստեղծվել, որ գուցե զենք կա կամ դանակ կա եւ այլն, զուտ կոնֆլիկտը ավարտելու համար, քանի որ հարևանները խանգարել են, միջամտել են, այսպես ասած, որպեսզի ծեծկռտուքը չշարունակվի ու Նայիրին շատ չտուժի։ Նայիրին զուտ այդ խաղալիքը, ես հատուկ եմ շեշտում, խաղալիքը գրպանից հանել է, բնականաբար մարդիկ դա որպես զենք են ընկալել եւ անմիջապես հեռացել են ու հատկանշականն է, որ շատ կարճ ժամանակ անց լրատվականներով որոշ բարձ է հատուկ կողմնակալ մոտեցմամբ մեկնաբանվեց լրիվ այլ կերպ, այսինքն ներկայացվեց, որ Նայիրին ԿՊԱ-կան ներկայացուցիչներին սպառնացել է զենքով։ Այնինչ ոստիկանները արձանագրել են, որ դա խաղալիք է, բոլոր փաստերը կան, այսինքն այդ մասին խոսվել է, մենք էլ ենք խոսել, արձանագրվեց պաշտոնապես եւ այլն, բայց միևնույն է, մինչեւ այսօր շարունակվում է շահարկվել, այսինքն թերևս առիթ էր պետք, շատ լավ օգտագործեցին, իրենք այլ կերպ էին ուզում սադրել, խաղալիքը շատ լավ հարմար պատճառ դարձավ, որ կարողանային մի քիչ ավելի ճոխացնել։ Բայց մենք գործ ունենք քրեական գործի հետ, այսինքն մարդուն իր խոսքի համար, ազատ խոսքի համար, հա, քաղաքական կոնկրետ դիրքորոշման համար ծեծի են ենթարկվում։ Ընդ որում որևէ հրապարակում ոչ վիրավորական որևէ կոնտեքստ է պարունակել, առավել եւս որևէ մեկի անուն կամ նման բան չի եղել։ Պարզապես երևի կողմնորոշումը մարդկանց դուր չի եկել։ Դե այդպես եթե ենթադրենք, տիկին Հոխիկյան, ստացվում է բոլորիս կարող են նույն այդ, հա, վերաբերմունքին արժանացնել, այսպես ճակերտներում ասած, հա, վերաբերմունքին ծեծի ենթարկել իրենց բոլոր ընդդիմադիր կամախոների, նախադեպերը շատ կան, կալանավորում են, բերման են ենթարկում։ Ես ուզում եմ հիմա հասկանալ, բարեբախտաբար, ինչպես ասում են, Փառք Աստծո, որ Նայիրի Հոխիկյանը իրեն առողջական առումով միջամտողները շատ են եղել, հակառակ դեպքում կարծում եմ, որ այդպես չէ լինի, շատ ավելի վատ պատկեր կունենանք։ Ուժերի անհավասարությունը հաշվի առնելով գոնե միանշանակ։ Ես Facebook-յան գրառումներից հետևյալ տեղեկատվությունը իմացա, որ անջատվել է կամերան։ Կխնդրեմ այդ դրվագին անդրադառնալ, որտեղ սա ցույց է տալիս, որ ամեն ինչ նախապես, այս հարձակումը նախապես պլանավորված է եղել եւ մարդիկ փորձել են անջատել, որ այդ ամբողջ սցենարը
չնկարահանվի եւ պարզ չդառնա թե ովքեր են այս ամեն ինչը հրահրողները, ինչ պատկերի հետ գործ ունենք։ Խնդրում եմ այդ ներկայացնել։ Հիմա ես այսպես իհարկե չեմ կարող հայտարարել ովքեր են արել, որովհետեւ դեռևս որևէ փաստական ապացույց չունենք առհասարակ։ Այսպեսի մի հետաքրքիր զուգադիպություն է ստացվել։ Մեր տան դիմացի մասով ամբողջությամբ նկարահանող տեսախցիկ ունենք, որը, այսինքն եթե որևէ մեկը մեր տանը մոտենում է առհասարակ դարպասին տան երկայնքով, ամբողջությամբ նկարահանում է։ Հետաքրքիր զուգադիպությամբ նախորդ օրը տեսախցիկը սարքին է եղել, այդ օրը վերադառնում ենք տուն եւ փորձում տեսախցիկի տվյալները, այսինքն այդ ամբողջ տեղի ունեցածը տեսախցիկով արձանագրել, վերցնել արձանագրությունը ու տեսնում ենք, որ տեսախցիկը չի աշխատել։ Ու հետո ավելի մանրամասն ուսումնասիրելուց պարզվեց, որ մալուխը, որը ինտերնետն է փոխանցում տեսախցիկին, որպեսզի ինֆորմացիան պահպանվի, վնասված է։ Ես չեմ կարող պնդել, իրավունք էլ չունեմ պնդելու, բայց շատ հետաքրքիր զուգադիպություն է ստացվում։ Երևի սա քննությունը կպարզի, համենայն դեպս մենք ոստիկաններին ներկայացրել ենք նաև այդ զուգադիպության մասին, թե հիմա ինչպես եւ ինչ կպարզվի, սա արդեն երևի քննությունը ցույց կտա։ Ամեն դեպքում Նայիրի Հոխիկյանը տեղյակ գիտի ովքեր են այդ մարդիկ, ձեր գյուղի բնակիչներ են, ովքեր դուք ասացիք ՔՊ-ի անդամներ են, այո, թե ուղղակի ՔՊ-ի այս պահին ՔՊ-ի շահերի պաշտպանների դիրքերից են հանդես գալիս։ Չէ, որքան գիտեմ, ես չեմ կարող մանրամասն ասել, թե իրենք որպես ինչ են այդ ուժի ներսում, բայց իրենք մեր գյուղում էլ ընկալվում են որպես այդ ուժի կարկառուն կարկառուն քիչ փոխ է ասված, ներկայացուցիչներ, իրենք հենց այդպես էլ ընկալում են ու այդպես էլ ներկայանում են իրենք։ Այնպես չի, որ դա պետք է գուշակել, պետք է Տիկին Հոխիկյան, դուք կարծում եք, որ հնարավոր էր, ասենք իրենք նաև ներխուժային բնակարան, դուք ունեք նաև անչափահաս երեխա ընտանիքում երկու որդի ունեք, դուք վտանգ չեք տեսնում, այսինքն ինչ է ստացվում, եթե մարդիկ ունեն քաղաքական հստակ կողմնորոշում, ազգային դիմագիծ, կարող են այսօր ամեն մեկս թիրախավորված լինել։ Դուք որպես մայր ինչ զգացողություն հիմա ունեք, չէ՞, Նայիրի վրա է եղել այդ հարձակումը, մի քանի անգամ ասացիք, որ մարդիկ են եղել ներկա, որը կանխել է։ Գուցե եւ իրենք հենց իրենց ներկայությամբ կանխել են բնակարան մուտք, այսինքն իրենք ունեցել են այդ նպատակը, օրինակ դուք ինչ կարծիք եք։ Մարմնական ծանր վնասվածքների հավանական այսպիսի զարգացումը միանշանակ կանխել են, այս մասին երկրորդ կարծիք չի կարող լինել, իսկ ինչ վերաբերում է բնակարան մուտք գործելուն, հրմշտոց եղել է դեպի դարպասը, նույնիսկ հարցրել են, այնտեղ շուն է եղել, այսինքն շունը կատաղած դարպասի ետևում, չեմ կարող պնդել, որ փորձ է եղել կամ ուղղակի գուցե ծեսկրտուքի ընթացքում են հրմշտել, բայց փորձը եղել է հրել դեպի դարպասը, դեպի դուռը, այսինքն դա ես որպես տան անդամ, որպես այդ տան նեֆտեր, ես դա անցալում եմ սպառնալիք որպես իմ տան նկատմամբ, այո, ոտնձգություն եմ անցալում։ Հիմա իրավունք ունեմ անհանգստանալ։ Իհարկե, հիմա դուք կոնկրետ հայցադիմում ներկայացրել եք, բողոք ներկայացրել եք ոստիկանության։ Անմիջապես եկան եւ այսպես կոչված սառը զենքը խաղալիքը արգրավեցին, դա իսկական ես ասում կատակերգություն էր այդ պահը, դա պետք էր տեսնել, երբ որ ոստիկանը որպես սառը զենք, որպես արգրավում էր եւ նշումներ էր կատարում, մենք խնդրեցինք, որ բացի զենքը, այսպես ասած զենքը, խաղալիքը, որպեսզի երևա, որ գնդի կա, որ խաղալիք, սովորական, չգիտեմ, այն խաղալիքի խանութներում յուրաքանչյուրս կարող ենք գնել այդ խաղալիքը, հատուկ մենք արձանագրել ենք ոստիկանի այդ բացելու պահը եւ այլն, որպեսզի, այո, հետո թյուրն բռնումների եւ այլն, որպեսզի նման խնդիր չառաջանա, մանավանդ որ շատ շահարկվեց այդ մասին եւ բոլորին ի պատասխան այդ տեսանյութը հանգիստ ուղարկում ենք, որ ինչ զենքի մասին է խոսքը, միտում անգամ չի եղել։ Թեպետ իրենք տեսախցիկները անջատել են եւ ձեր պատմելուց ես հասկանում եմ, որ այստեղ հստակ միտում կա, այս մասին էլ կարծում եմ, որ ձեր չեմ կարող պնդել, որ իրենք են արել, բայց զուգադիպության մասին, ինչպես ասացի, մենք ոստիկանությանը տեղեկ ենք բայել, որպեսզի իրենք արդեն պարզեն, որքանով է իրար հետ կապված, գուցե կապված չէ եւ այլն, որպեսզի քննությունը արդեն պարզի եղելությունը, այսինքն կանխամտածված է եղել եւ այլն։ Մի հարց եւս, տեսախցիկները չկան, ֆիքսված չի, բայց որը տեսագրում է հենց այդ հատվածը, որտեղ միջադեպը տեղի ունեցել, դա չի աշխատել։ Մեր մյուս տեսախցիկը անվնաս, որը այդ հատվածը չի տեսագրում, անվնաս մնացել է։
Շատ լավ, նորից եմ ուզում կրկնել միտքս, տեսախցիկները չկան, բայց ձեր ասելով մարդիկ են եղել, որոնք ներկա են, այսինքն վկաներ կան, այ դա շատ կարևոր հանգամանք է եւ պատրաստ են գյուղացիները անհրաժեշտ պահի ցուցմունք տալ։ Իրանք նույն պահին պատրաստակամություն են հայտնել ցանկացած պահի անպայման ցուցմունք տալ եւ եղելություն ներկայացնել նշանակում մեկ հոգի չի, երկու հոգի չի, ամբողջ փողոցը այնպեսի աղմուկ են բարձրացրել, որ բոլորը մասնակցել են։ Այսինքն սա նշանակում է իշխանության հերթական հակաժողովրդական քայլը, այսպես ամառեն, որտեղ իրենք իրենց ժողովրդավարական են համարում ընտրությունների նախաշեմին։ Ասեմ այսպես, քանի որ ինքը հենց այդ պրետենզիաներով է, ուրիշ բառ չեմ ուզում ներկայացնել, որտեղ իր դիմելաձև է եղել, ամբողջ այդ ոճի մեջ է եղել, կարելի է ենթադրել, որ դե հողը բնականաբար հենց դա է եղել։ Մնացած նպատակները եւ այլն կոնկրետ նպատակները չեմ ուզում որակել, քանի որ դեռ քննություն է գնում, ամենայն դեպս փաստերից ինձ թվում է որոշել հետևություն կարող են կանել։ Սպասենք զարգացումներին, մեզ համար այս պահին միակ ուրախալին այն է, որ երբեմն նույնիսկ ծիծաղելի են, ասեմ, ինձ համար կոմեդիայի ժանրից է, երբ որ ներկայացնում են որոշ լրատվականներ, պարզ է ինչ միտումներով, որ սառը զենքով վազել է Հոխիկյանը քվեական ներկայացուցիչի հետևից, հիմա ծիծաղս գալիս է իսկապես, կարդում ու եւ ծիծաղում եմ, այս տրագիկոմեդիկ պահ է եւ լացել ես ուզում, որ իրողությունը լրիվ այլ է, դժվար չէ միանշանակ ճշտել հակառակ կողմից, ինչի մասին է խոսքը, մանավանդ որ արձանագրվել է, մանավանդ որ ամբողջը հաստական ոստիկանները հայտնի խոսքը, ինչպես ասում են, ծիծաղելի կրներ, եթե չներ այս չափ ողբերգական, իսկապես մենք այս իրողության առաջ ենք եւ հիմա ուրախալին այն է, փառք Աստծո, որ Նայիրին առողջական առումով ծանր խնդիրներ չի ունեցել։ Մենք գլխուղեղային ցնցում կստուգեցինք։ Չէ, բարեբախտաբար մինչ առավոտ կարգավորվել էր, հավանաբար դե ամեն դեպքում հարված էր ստացել ու գլխի հատվածում է ստացել։ Հիմնականում գլխի հատվածում, բայց բարեբախտաբար չէ, ամեն ինչ նորմալ է։ Շնորհակալ եմ, որ տվեցիք մեկնաբանություն, հուսամ, որ կանցնեն այդ շրջանը, այս օրերը եւ մենք մեր երկրում այլ իրավիճակ, այլ քաղաքական իրավիճակ ունենանք։ Շնորհակալություն։